Հայկական ընդդիմությունը շարունակում է փորձեր ձեռնարկել խափանելու Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կրկին գլուխ են բարձրացրել եւ անդադար հանդես են գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարություններով։ Այդ մարդկանց միակ նպատակն է կրկին զավթել իշխանությունը եւ երկիրը բերել նոր պատերազմի։ Ըստ հայկական լրատվամիջոցների նախկին ղեկավարների հայտարարությունները վրդովմունքի փոթորիկ են առաջացրել Հայաստանում։ Հայ հասարակությունը համոզված է, որ երկրին խաղաղություն է պետք, այլ ոչ թե նոր պատերազմ։ Մեր երկրի այս դժբախտությունների հիմք դնողը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իր իշխանության գալով հասկանալի եղանակով ռուսական հատուկ ծառայությունների ներդրմամբ եւ ազդեցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր Ռոբերտ Քոչարյանին Արցախում նախագահ դարձնողը, Արցախից Հայաստան բերողը, Հայաստանի գլխին այս պատուհասը ստեղծողը, նաեւ Սերժ Սարգսյանին կերտողը, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանը իր գործակալների միջոցով մինչև 26 թվականի ընտրությունները փորձելու է հնարավորինս օգտագործել բոլոր գործիքակազմը ներդնել, որպեսզի Հայաստանում կամ տեղի չունեն ընտրություն, կամ ընտրությունները լինեն իր պատկերացրածով, իր ցանկացածով Ռուսաստանի, դրան է կցվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իր թիմով եւ այդպես էլ պետք է լիներ։ Ով որ ազատ անկախ Հայաստանը բերե, ձեռք բերե դրան կանտրեի։ Ով է դա։ Խաղաղություն։ Այսօրվա դրությամբ 30 տարվա մեջ Փաշինյանը, որ կարողացավ մի հատ պայմանագիր կնքի ու Ամերիկայի հետ, ասենք հռչակագիր, որ այդ հռչակագրով մենք չեմ ասի 100%-ով, բայց համենայն դեպս էլի մի 80%-ով խաղաղություն բերեց մեզ։ Էլի Փաշինյանին ինչ են արել Սերժ Քոչարյանը, հաշվանդամ հիվանդ մարդ եմ 100,000 ամիսը դեղերի փող եմ տալիս, կտրեցին երկու անգամ ընտրություն արեցին 16 թվին, ավականու եւ նախագահի ընտրություններ կտրեցին։ Մինչև հիմա էլ հիվանդությունները ավելի է շատանում, թոշակը մարդը տվեց 36,000 դարձրեց 16,000-ը, շատ է լավ է, ազատ ապրում ենք, չենք վախենում ոչ մի բանից։ Մարդ չեմ գտնում, խափում եմ ես, բոլորը։ Ես ուրախ կլինեմ, որ մի հատ լավ ղեկավար կա, ես մեր ազգին փրկություն անի։ Բարձրանենք մենք այս պատերազմական վիճակից, այս խառնաշփոթությունից, Բալիկ ջան, մենք արդեն ապրում ենք, մեր կյանքը ապրել ենք լավատ, մեր թորնիկների մար ենք, մեր երեխեքի մար ենք ապրում։ Մենք կուզենք մենակ խաղաղություն լինի, որ ոչ մի արուն չթափի, ոչ մի ջահել չմահանի։ Ով կլինի մեր համար մեկը, մենակ լավ անի։ Բայց տեսնում ենք ոչ մի բան լավը չենք տեսնում, լավ որ։ Ես իրեն ցայն կուտամ, Փաշինյանին, հասկացար, ես Անգլիա կապրեմ եւ եկել եմ հոց, ամեն տարի 5 ամիս Հայաստան եւ հայկական պասպորտ ունեմ, բան ունեմ, այսինքն քաղաքացիություն։ Փաշինյանի նման մեկը չեք ճարետու։ Բաքվի եւ Երևանի միջև պաշտոնապես հաստատված երկխոսության ֆոնին հայ հասարակության շրջանում կրկին ի հայտ են եկել հին բանավեճեր։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը քննադատության եւ կոշտ հայտարարությունների ալիք է առաջացրել։ Քաղաքացիների մեծամասնությունը նշում է, որ խաղաղությունը քաղաքական խաղերից վեր է։ Եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ տեղի ունենան խորհրդարանական, ում կքվեարկեք։ Իհարկե Փաշինյանին, իհարկե։ Ինչու՞։ Որովհետև ինքը լավ մարդ է։ Ես միշտ էլ Փաշինյանն եմ քեվարկել եւ պատրաստ եմ դրան քեվարկել։ Միշտ եթե այս տեմպով շարունակի, այդքան գողերի ցանցագործներից որ կարակազատվեք, որ մեզ ազատեն, դա շատ լավ մեծ աշխատանք։ Առայժմ Փաշինյանն է հələ։ Եթե թազը մարդ կիկա լավը կլինի։ Կմտածենք, լավը եթե կլինի, բանը Քոչարյան Սերժը մերժը սաղսուտ են, ընցել են պրծել են, նրան չեն ընտրվել, իզուր կանա։ Հələ որ Փաշինյանն է։ Կարևոր է նա, որ խաղաղություն է։ Պատերազմ չկա, խաղաղություն է, տենց է խաղաղությունը պահում է, դա կարևոր բան է։ Բոլոր մեծահասակներին ցանկությունը միայն իրեն տանան փռնած աշխարհի վերջավ։ Խաղաղություն, առողջություն, հաջողություն։ Այդ Փաշինյանը բերում է։ Մենակ պիտի մենք պաշտպանենք։ Դիմադրեք։
Մինչդեռ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ որևէ վեճ չկա։ Նա նաև նշել է, որ Հայաստանը առաջիկա շաբաթներին կամ ամիսներին զգալի առաջընթաց կգրանցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում։